Սիրելի Սահմին այդքան էլ հայկական չէ։ Ինչպես թե կհարցնեք դուք ինձ, իսկ ես մեծ սիրով կպատասխանեմ։ Այն Կեյթ Իլեո ֆիլմի ադապտացված տարբերակն է։ Առաջին հայացքից թվում է, թե երկուսն էլ պարզապես ժամանակի միջով ճանապարհորդելու մասին պատմություններ են։ Բայց եթե մի փոքր խորանանք, այդ ժամանակ կտեսնենք, որ նմանությունները շատ ավելի շատ են, քան պատկերացնում ենք։ Երկու պատմություններում էլ գլխավոր հերոս, այսինքն Միհրանը կամ Լեոպոլդը, հայտնվում է ապագայում եւ ծանոթանում մի կարիերիստ եւ հաջողակ աղջկա հետ, այսինքն Սահմիի կամ Կեյթի, ով բնականաբար սկզբում չի էլ հավատում գլխավոր հերոսի պատմությանը։ Իսկ Սիրելի Սահմիում Միհրանը 1848 թվականի Ալեքսանդրապոլից հայտնվում է Քրոնոս քարե օգնությամբ ներկայիս Երևանում։ Կեյթ Իլեո ֆիլմում Լեոպոլդը 1876 թվականից պատահաբար ժամանակի պորտալով տեղափոխվում է 2001 թվականի Նյու Յորք։ Երկու նախագծերում էլ գլխավոր հերոսուհիները հաջողակ կանայք են, որոնք ամբողջությամբ նվիրված են իրենց աշխատանքին։ Կեյթը զբաղվում է մարքեթինգային հետազոտություններով, իսկ Սահմին աշխատում է շինարարական կազմակերպությունում։ Նրանց երկուսի կյանքում էլ կա մի շատ անդուր տղամարդ գոլեգա, ով անընդհատ թերագնահատում է մեր գլխավոր հերոսուհուն։ Իսկ աշխատանքի տեղի ղեկավարը տարբեր հանգամանքներում շատ կարևոր դեր է խաղում հերոսուհու կյանքում։ Ամենագլխավոր զուգադիպություններից մեկը գլխավոր հերոսուհու եղբայրն է։ Սահմիի եղբայր Ալիկի վարքագիծը, խոսելաձևը շատ են հիշեցնում Քեյթի եղբայր Չարլիին։ Իդեպ, եթե դուք շատ եք սիրում այսպիսի բացահայտումներ, ապա ասեմ, որ իմ YouTube-յան ալիքում արդեն հասանելի է իմ առաջին ամբողջական տեսանյութը հայկական սերիալների եւ սիթքոմների ադապտացիաների մասին։ Շատ ուրախ կլինեմ, որ ինձ աջակցեք, ոգևորեք եւ անցնեք իմ բիոյի հղումով ու դիտեք իմ տեսանյութը։ Գիտեք, իրականում այստեղ նման է նաեւ այն տեսարանը, երբ Միհրանը Ալիկի հետ միասին գնում է ակումբ եւ այնտեղ պաշտպանում է մի աղջկա։ Մեր Լեոն էլ հավատարիմ մնալով իր ասպետական բնավորությանը մշտապես պաշտպանում էր կանանց։ Սակայն այստեղ արդեն պատմությունները սկսում են տարբեր ճանապարհներով զարգանալ։ Քեյթի նախկինը Ստյուարտը հենց այն մարդն է, ում պատճառով մեր Լեոպոլդը հայտնվում է ապագայում, եւ նա նաեւ հանդիսանում է Լեոպոլդի ժառանգը։ Այսինքն այս ֆիլմում նա բացասական կերպար չէ, ինչպես Սահմիի նախկինը, այլ հակառակը։ Նա ամեն բան անում է եւ օգնում է, որպեսզի սիրահարները վերջում միասին մնան։ Իդեպ, եթե հիշում եք, Սիրելի Սահմիում կար նաեւ շուն, Ալիկի վիկինգ անունով շունը։ Այս ֆիլմում շունը պատկանում է Ստյուարտին։ Երկու պատմություններում էլ կա շատ գեղեցիկ կազմակերպված հրաժեշտի ընթրիք։ Եվ եթե նկատել եք, երկու հերոսուհիներն էլ հակում ունեն դեպի ալկոհոլը։ Շատ են սիրում հենց գինի խմել։ Ամենամեծ տարբերությունը պատմությունների վերջաբանն է։ Քանզի Քեյթը թողնում է իր կարիերան եւ ուղևորվում է դեպի անցյալ իր սիրեցյալի մոտ, ամուսնանում եւ երջանիկ ապրում իր կյանքը։ Իսկ Սիրելի Սահմիում Միհրանը գիտակցելով, որ եթե չվերադառնա անցյալ, ապա իր ամբողջ սերունդը կվերանա, թողնում եւ հեռանում է։ Այսպիսով նա եւ Սահմին բաժանվում են, հույս ունենալով, որ մի գեղեցիկ օր կհանդիպեն նորից։ Իրականում սերիալի վերջում կա մի փոքրիկ ակնարկ շարունակության համար, բայց ցավոք դեռևս չի նկարահանվել շարունակությունը։ Դե ինչ դեսեդեր Յանիկան, հետևեք իմ էջին, որպեսզի ավելի շատ բացահայտումներ իմանաք։ Բայ բայ։